Պարոն Ալեքսանյան, ընտրությունների հետ կապված երեկվանից մի շարք ուժեր հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը մեղմ ասած կեղծված է, որոնք Հետո ուրախ եք, թե ուրախացրեց ծիծաղեցրեց։ Որտեղ է։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության որ քպեից 600 տեսել եմ, այո։ Ես քպեից չեմ խոսում, ես դիմադիրներից եմ խոսում, քպեից դուք կասեք, ինչ է տեղի ունեցել, ինչու է ըստ էության, եթե այդ ձայները հաշվվային, Բարգավաճ Հայաստանն առնվազն անցողիկ շեմը հաղթահարած կլիներ։ Հարգելի գործընկերներ, երեք իմ էջում ես մասնավորապես հենց տեսել եմ, որ այդպես հրապարակում ա եղել, մենք էլ ենք նայել, դրիվ ակնհայտ բան ա տեղի ունեցել։ Թվերը անցկացնելիս ակնհայտորեն մի տող բաց են թողել երկու տեղամասում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանից, եթե չեմ սխալվում, իրանց հաջորդով էր 8-րդ համարի ձայները գրվել է 7-րդի դիմաց, 9-րդինը 8-րդի դիմաց, 17-րդինը 16-ի դիմաց, 16-ինը 10, ասենց էս տող են բաց թողել, որ հասկանաք այդ եղել այդ տեղամասերում մենակ քպեից 650 ձեն պակաս է անցկացվել համակարգ էլի, որ իրար ճիշտ հասկանանք ժողովուրդը։ Խնդիրներ կան, խախտումներ կան։ Չէ, հարգելի գործընկերներ, եթե մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք որպես ստոր եւ դավադիր եւ ընտրակեղծար իշխանություն քպեից 650 ձեն ենք գողացել կտերեկից, բայց դա աբսուրդ է։ Լրիվ ակնհայտ է, որ մեր ընտրական համակարգը, քանի որ ինքը աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, այսինքն թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա անցակացնում, հայն զերծ չի սխալներից, օրինակ նույն ԲՀԿ-ի հետ կապված 22-18 տեղամասում, ըստ արձանագրության հավաքել է 7 ձայն ԲՀԿ-ն, համակարգում անցակացվել 22 ձայն, բա այդ քիչ է։ Դա մեկ ընտրատեղամասում, իսկ մյուս ընտրատեղամասերում եւ բացահայտ իրենք ասում են, որ իրենց ձայները կորել այն ժամանակ, երբ Փաշինյանը հասկացել է, որ ինքը 3/5 չունի։ Հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 20:01 այն մտքի տիտանը Կալուգայից ժամանած Հայաստան իր Զարմիկի հետ մտել էր լայվ ու հայտարարել էր, որ Փաշինյանը պարտվում է։ Խնդրում եմ, էլի, այդ ինչ որ ասում եք, այդ ինչ որ բանի մեջ ասեք։ Բանը չեք ուզում 3/5 որպեսի ունենաք եւ այս դեպքում սա է պատճառը, իրենք կարծում են, որ իրենց ձայները կորել են։ Հարգելի գործընկերներ, մենք անսահմանափակ այդ փողի մեշոքով Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկող ամբողջ Հայաստանը ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջախջախել են, գցել են գետնին եւ նրանց վրայով քայլել են քաղաքական իմաստով։ Պարոն Ալեքսանյան, մամուլը դրված է, որ դուք ասում եք գործարք եք առաջարկել, որպեսզի եթե նույնիսկ միակ գործարքը, որ առաջարկում ենք ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում եմ, դա այնա, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնեն ժողովրդին։ Ասում են դուք առաջարկել եք, եթե խորհրդարան անցնեն ձեզ համար երկու։ Մամուլն այսօր հրապարակվել է։ Որ մամուլն է տես մամուլը։ Հրապարակում է հրապարակում։ Հարգելի գործընկերներ։ Եթե չէ, նա մերժել ասում են ձեր գործարքի առաջարկը։ Դրա համար դուք դուրս եք թողել խորհրդարանից նրան։ Դա ձեր ասածը կարա չէ ինչ որ տրամաբանություններ։ Ես հասկանում եմ, որ իհարկե որ մեր ընդդիմադիր մամուլի մասնավորապես լեզվի տակ ոսկոր չկա ու ես օրական ինչ որ հոդվածներ եմ կարդում, որ ինձ թվում է, չգիտեմ, սա գրող մարդուն պետքա շատ շտապ ինչ որ հետազոտության ուղարկել, մասնավորապես, չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետքա չափ ունենա։ Հիմա տեղեկություն կա տալիս, որտեղ ԲՀԿ-ն եթե անցնի, խնդիր, ոնց պարզ մեծամասնություն։ Այսինքն 61 ձայներ։ Ժողովուրդ ջան, եթե դեպքում դուք դառնալու եք ավելի շատ ձայներ եք ունենա, 64 եւ ավելի։ Հա, որ Քոչարյանը չանցնի, էլ ավելի շատ ձայներ ենք ունենալու։ Որ ուժեղ Հայաստանը չանցնի, вообще շատ ձայներ ենք ունենալու, բայց այդ ինչ կապ ունի։ Չէ, կապ ունի այնքանով, որ դուք խնդիր եք ունենալու։ Ինչ խնդիր ենք ունենալու։ Գլխավոր դատախազնման Հայաստանում ընտրության դեպքում։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընտրատասովշիկները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվել։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ ալու։ Չէ, բայց սահմանադրական մեծամասնություն չունենալու խնդիրը։ Մենք անցած գումարում էլ սահմանադրական մեծամասնություն, այս գործող գումարման մեջ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ այդ ընդդիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում sense բանա, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունենք։ Բայց դա նաև նրա համար է խնդիր, որ դուք սահմանադրական հարակվեի հարց չեք Հարգելի գործընկերներ, սահմանադրական հանրաքվեի մասին կխոսենք, երբ որ դրա մասին խոսելու ժամանակը գա։
Բայց ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք դες նվաստացնել։ Բան Ալեքսանդր, երբ որ դուք խոսում եք, հա, այդ մասի ստացվում է, որ նաև ընտրատասովշի, այդպես ասում եք, հա, օլիգարխներ։ Ստացվում է, որ վիրավորում եք նաև այն անցած, այն քաղաքացիներին, ովքեր ունեն ընդդիմադիր հասնելն են ու այլ Բնավ, այն քաղաքացին, որ գնացել է ընտրատեղամաս իր ազատ կամքով, քվեարկել է թեկուս ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ ու դա կներեք ինձ, բայց մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով։ Կամ նույնիսկ ըստ ցանկության, կարող ըստ տրամադրության է քվեարկի, առավոտ վերակացել, տենց է ուզել, տենց է քվեարկել։ Ձախ որ չէ, բոլորի վրա, այն տոկոսի վրա, ընդդիմադիրներին են։ Բնավ, կներեք, մեր բոլոր հարցումներով եւ միջազգային վստահելի հարցումներով, այո, օրինակ ուժեղ Հայաստանը ուներ 12% աջակցություն։ Ակնհայտ է, որ 12% մարդ այ հարցումներ, օրինակ Հայաստանի ամենավստահելի Հայաստանում անցկացված ամենավստահելի հարցումներ։ Համաձայն միայն դուք եք ասում։ Չէ, Ժորժ ջան, դա ակնհայտ է, որ միայն մենք չէինք ասում, եթե նրանք 12% ունեին։ Հետընտրական զարգացումների ականատես կլինենք, պարոն Ալեքսանդր։ Ինչ ասել եմ, ինչ զարգացումների ենք ականատես լինելու։ Դեռ մեր ընտրության օրը ասուլիսի ժամանակ ես ասել եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքն է ու իմ վերլուծությունն է, որ ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը ու իմ կարծիքով այնտեղ պետք է նշի հետևյալը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ԿՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրանց սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար